Տիեզերքում կան շատ արտասովոր բաներ, իսկապես զարմանալի բաներ։ Պատկերացրեք մի թեյի գդալ նեյտրոնային աստղի նյութ։ Երկրի վրա այն միլիարդավոր տոննաներ կկշռեր։ Այո, միլիարդավոր։ Ահա թե ինչպիսի արտասովոր բաների մասին ենք խոսում։ Այս օբյեկտները փոխում են ֆիզիկայի մասին մեր պատկերացումները։ Դրանք ընդլայնում են մեր կարծած հնարավորությունների սահմանները։ Դրանք ծնվում են հսկաների մահից։ Այսինքն հսկա աստղերի, նրանց վերջը հաճախ շատ ֆավորիչ է լինում, աստղերը հավերժ չեն, նրանք կյանքի փուլեր ունեն, ճիշտ մերպես, նրանք ծնվում են տիեզերական փոշուց ու գազից, փայլում են միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ։ Մեր արեգակն էլ աստղ է, սովորական միջին աստղ, բայց որոշ աստղեր շատ ավելի մեծ են, այս հսկաներն արագ են ապրում, և շուտ են մահանում, նրանց մահը հանգիստ մարում չէ, դա պայթյուն է։ Տիեզերքը ցնցող իրադարձություն, այսպես են առաջանում տիեզերական, հզերական հսկաները։ Այս մեծ պայթյունը կոչվում է գերնորաստղ կամ սուպերնովա։ Սա տիեզերքի ամենահզոր երևույթներից մեկն է։ Կարճ ժամանակով գերնորաստղը կարող է մի ամբողջ գալակտիկայից ավելի պայծառ լինել։ Պատկերացրեք, միլիարդավոր աստղերի լույս ընդամենը մեկ մահացող աստղից։ Աստղի արտաքին շերտերը ցրվում են տիեզերքով մեկ, սա տիեզերքը հարստացնում է ծանր տարրերով։ Տարրեր, որոնք պետք են մոլորակների համար և կյանքի համար։ Բայց ինչ է լինում աստղի միջուկին, նրա սրտին։ Այդ միջուկի ճակատագիրն էլ հենց մեր պատմության սկիզբն է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան զանգված է մնացել։ Եթե միջուկը բավականաչափ մեծ է, նրա զգողականությունը հսկայական է։ Այս զգողականությունն անխնա սեղմում է միջուկը։ Եթե միջուկը որոշակի սահմանից մեծ է, բայց ոչ շատ, այն դառնում է նեյտրոնային աստղ, անհավատալի խտությամբ օբյեկտ։ Բայց եթե միջուկն էլ ավելի մեծ է, այդ դեպքում այլ բան է ձևավորվում, էլ ավելի խորհրդավոր մի բան, սև խոռոչ, իսկական անդունդ։ Ուրեմն ինչ է իրականում նեյտրոնային աստղը։ Պատկերացրեք մի քաղաք։ Հիմա պատկերացրեք, որ մեր արեգակի զանգվածը, կամ նույնիսկ ավելին, տեղավորում ենք այդ քաղաքի չափ տարածքում։ Ահա դա է նեյտրոնային աստղը։ Դրանք աներևակայելի փոքր են, գուցե ընդամենը 10-ից 20 կիլոմետր տրամագծով, սակայն դրանք մեր ամբողջ արեգակից ավելի մեծ զանգված ունեն։ Սա դրանց դարձնում է հայտնի նյութի ամենախիտ ձևերից մեկը։ Գրեթե ամբողջությամբ կազմված են նեյտրոններից։ Փոքրիկ մասնիկներ, որոնք սովորաբար գտնվում են ատոմների միջուկում։ Այստեղ միայն դրանք են մնացել։ Նրանց ձևավորումը շատ տպավորիչ գործընթաց է։ Դա տեղի է ունենում գերնոր աստղի պայթյունից հետո։ Հսկա աստղի միջուկը սեղմվում է, իր իսկ հսկայական զգողականության տակ։ Քնշումն այնքան ուժեղ է դառնում, այնքան հզոր։ Էլեկտրոններն ու պրոտոնները ատոմների կառուցման հիմքը ստիպված միանում են, նրանք միաձուլվում են, դառնում են նեյտրոններ։ Ամբողջ միջուկը կտրուկ փոքրանում է, հազարավոր կիլոմետր լայնությունից։ Break time don't մինչև ընդամենը մոտ 10 կիլոմետր, վայրկյանների ընթացքում, տիեզերական փոխակերպում։ Նեյտրոնային աստղերն ունեն զարմանալի հատկություններ։ Բացի իրենց խտությունից, նրանք աներևակայելի արագ են պտտվում։ Որոշները վայրկյանում հարյուրավոր անգամ են պտտվում։ Մտածեք այդ մասին։ Արեգակից ավելի մեծ զանգվածով օբյեկտ, սոհանոցային հարիչից ավելի արագ պտտվող։ Այս արագ պտույտը իրենց հզոր մագնիսական դաշտերի հետ միասին կարող է ճառագայթման փնջեր ստեղծել։ Եթե այս փնջերն անցնում են երկրի մոտով, մենք ազդանշաններ ենք տեսնում։ Այս օբյեկտները մենք անվանում ենք փուլսարներ, տիեզերական փարոսներ։ Նրանց մագնիսական դաշտերը տրիլիոնավոր անգամ ավելի ուժեղ են, քան երկրինը։ Բայց այստեղ մի կարևոր բան կա։ Նեյտրոնային աստղերը սև խոռոչներ չեն, դրանք նյութից են կազմված։ Տեսականորեն կարող եք կանգնել դրանցից մեկի վրա, չնայած անմիջապես կճծմվեիք։ Դույսը կարող է դուրս գալ նեյտրոնային աստղի մակերևույթից։ Այդ պատճառով մենք կարող ենք տեսնել դրանք, կամ նկատել նրանց ճառագայթումը էլեկտրամագնիսական սպեկտրի ողջ տիրույթում։ Նրանք արտասովոր են, այո, բայց անվերադարձ կետեր չեն, դրանք տիեզերքի ամենախիտ գնդերն են, դիտարկելի, շոշափելի, տիեզերական իմաստով։ Իսկ ինչ է տեղի ունենում, եթե մահացող աստղի սեղմվող միջուկն է, թե ավելի մեծ է։ Ասենք, մեր արեգակի զանգվածից մոտ 3 անգամ ավելի։ Այդ դեպքում, էլ ավելի արտասովոր բան է տեղի ունենում։ Զգողականությունը հաղթում է վերջնական պայքարում։ Ոչինչ,
բացարձակապես ոչինչ չի կարող կանգնեցնել սեղմումը։ Նույնիսկ այն ուժերը, որոնք նեյտրոններին իրարից հեռու են պահում նեյտրոնային աստղում։ Միջուկը շարունակում է փոքրանալ ու փոքրանալ, անցնելով ցանկացած հայտնի սահման։ Այսպես է ծնվում սև խոռոչը։ Զգողականության վերջնական, լիակատար հաղթանակը։ Միջուկը սեղմվում է մինչև անվերջ փոքր կետի, զրոյական ծավալով և անվերջ խտությամբ կետի։ Մենք սա անվանում ենք եզակիություն կամ սինգուլյարություն։ Այնտեղ ֆիզիկայի մեր օրենքներն այլևս չեն գործում։ Մենք լիովին չենք հասկանում, թե իրականում ինչ է եզակիությունը։ Դա մի վայր է, որտեղ տարածաժամանակն ինքնին անվերջ կորացած է։ Աստղի ամբողջ զանգվածը կենտրոնացած է այնտեղ, թաքնված մեր տեսադաշտից, հավերժ։ Սա սև խոռոչի սիրտն է։ Մի գաղափար, որը շփոթեցնում է միտքը և մարտահրավեր է նետում իրականության մասին մեր պատկերացումներին։ Այս եզակիության շուրջը սահման կա, միակողմանի թաղանթ։ Այն կոչվում է իրադարձությունների հորիզոն։ Սա ֆիզիկական մակերևույթ չէ, որին կարելի է դիպչել։ Դա անվերադարձ կետ է։ Հենց որ որևէ բան անցնում է իրադարձությունների հորիզոնը, գազ, փոշի, լույս, ցանկացած բան, այն այլևս երբեք չի կարող դուրս գալ։ Զգողական ուժը չափազանց մեծ է։ Նույնիսկ լույսը, տիեզերքի ամենաարագ բանը, չի կարող դուրս գալ։ Ահա թե ինչու են սև խոռոչները սև, նրանք կլանում են լույսը։ Իրադարձությունների հորիզոնի չափը կախված է սև խոռոչի զանգվածից։ Ավելի մեծ զանգված նշանակում է ավելի մեծ իրադարձությունների հորիզոն։ Մենք, իհարկե, չենք կարող ուղղակիորեն տեսնել սև խոռոչները։ Նրանք իրենցից լույս չեն արձակում։ Ապա ինչպես գիտենք, որ դրանք գոյություն ունեն։ Մենք դիտարկում ենք նրանց ազդեցությունը շրջապատի վրա, ինչպես տիեզերական ուրվականի։ Մենք կարող ենք տեսնել աստղեր, որոնք պտտվում են տիեզերքի դատարկ կետի շուրջ, զգված անտեսանելի մեծ զանգվածով օբյեկտի կողմից։ Մենք կարող ենք տեսնել գազ և փոշի, որոնք գերտաքանում են, երբ պարուրաձև շարժվում են դեպի սև խոռոչ։ Այս նյութը պայծառ փայլում է ռենտգենյան ջարագայթներով, նախքան անհետանալը։ Սրանք բնորոշ նշաններն են, սև խոռոչի մատնահետքերը։ Նեյտրոնային աստղեր և սև խոռոչներ։ Դրանք ինչ-որ չափով տիեզերական հարևաններ են։ Երկուսն էլ ծնվում են հսկա աստղերի մահից։ Երկուսն էլ ներկայացնում են տիեզերքի հսկաների աստղային էվոլյուցիայի վերջնակետերը։ Երկուսն էլ ունեն չափազանց ուժեղ զգողականություն։ Շատ ավելի ուժեղ, քան այն ամենը, ինչ մենք զգում ենք երկրի վրա։ Դրանք աներևակայելի խիտ օբյեկտներ են։ Հսկայական զանգված են պարունակում շատ փոքր ծավալներում։ Դրանք տիեզերքի ծանրքաշայիններն են, պիեզերական հրավառության մնացորդներ, յուրաքանչյուրը զգողականության ուժի վկայություն, սակայն դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են։ Նեյտրոնային աստղը մակերևույթ ունի։ Այն կազմված է աներևակայելի խիտ նյութից։ Այո, դա դեռ նյութ է։ Նեյտրոններ կողք կողքի դասավորված։ Գույսը կարող է դուրս գալ նրանից։ Սև խոռոչը, սակայն, իրական մակերևույթ չունի։ Այն ունի իրադարձությունների հորիզոն, սահման տարածաժամանակի մեջ, որից այն կողմ մենք ուղղակիորեն ոչինչ չգիտենք։ Սև խոռոչը նույն կերպ նյութից կազմված չէ, այն կորացած տարածաժամանակի երկրաչափություն է։ Մաքուր զգողականություն իր ամենաարտասովոր ձևով։ Մեկը օբյեկտ է, մյուսը վայր։ Ինչո՞ւ ենք մենք ուսումնասիրում այս խորհրդավոր օբյեկտները։ Որովհետև դրանք տիեզերական լաբորատորիաներ են։ Դրանք թույլ են տալիս մեզ ստուգել ֆիզիկայի օրենքները այնպիսի պայմաններում, որոնք մենք երբեք չենք կարող վերստեղծել երկրի վրա։ Այնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը։ Այն նկարագրում է զգողականությունը։ Նեյտրոնային աստղերն ու սև խոռոչներ այս տեսությունը հասցնում են իր սահմաններին։ Դրանց ուսումնասիրությունը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ զգողականությունը։ Այն նաև պատմում է մեզ աստղերի կյանքի ցիկլի մասին, գալակտիկաների էվոլյուցիայի մասին և տիեզերքում նյութի վերջնական ճակատագրի մասին։ Դրանք տիեզերքի ծագման, բանալիներ են պարունակում։ Եվ հայտնագործությունները շարունակվում են։ Մենք հայտնաբերել ենք գրավիտացիոն ալիքներ տարածաժամանակի մեջ, առաջացած նեյտրոնային աստղերի բախումից, և սև խոռոչների միաձուլումից։ Այս ալիքները նոր պատուհան են բացում դեպի տիեզերք։ Մենք նույնիսկ ստացել ենք սև խոռոչի ստվերի առաջին պատկերը, ուղիղ հայացք իրադարձությունների հորիզոնին, անհավատալի ձեռքբերում։ Տիեզերքն անընդհատ բացահայտում է իր գաղտնիքները։
Նեյտրոնային աստղերն ու սև խոռոչները նրա ամենախորը գաղտնիքներից են։ Եվ դեռ այնքան շատ բան կա սովորելու։ Որոնումը շարունակվում է։